Արդյոք էթնիկ զտումը կարող է դառնալ նորմալ։ Շատերն ասում են, թե Արցախի հարցը փակված է, բայց միջազգային իրավունքը հակառակն է պնդում։ Վերադարձի իրավունքը բարոյական ցանկություն չէ, այն անկապտելի իրավական կատեգորիա է։ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշումը հստակ է, փախստականների վերադարձի իրավունքը սովորութային իրավունքի մաս է։ Բայց կա մի կարևոր նյուանս՝ վերադարձը չի կարող լինել լեգիտիմ, եթե այն տեղի ունենում հենց էթնիկ զտումն իրականացրած կողմի բացարձակ վերահսկողության տակ։ Որպեսզի վերադարձը չվերածվի կամավոր բանտարկության, այն պետք է լինի հավաքական։ Սա ենթադրում է անվտանգային հստակ հատուկ միջավայր եւ սեփական կենսագործունեության մոդելների պահպանման իրավունք։ Առանց միջազգային երաշխիքների վերադարձը պարզապես անհնար է։ Այսօր աշխարհում գերիշխում է ռեալպոլիտիկը, որտեղ հզոր խաղացողները նախապատվությունը տալիս են առկա ստատուս քվոին։ Բայց էթնիկ զտումը չունի վաղեմության ժամկետ, դրա արդյունքների լեգիտիմացումը կլինի կործանարար նախադեպ ամբողջ համաշխարհային իրավակարգի համար։ Կարող է լինել կայուն խաղաղություն, եթե այն հիմնված է հանցագործության հետևանքների վրա։ Ինչ է կարծում, ո՞րն է լինելու հաջորդ քայլը այս իրավական պայքարում։